Tunen Ձեզ հայ հորիզոն ցեզի հետ է այսօր Մոնտրեալի հայ գետրոնի Ավետիս Ահրոնյան սրահեններս այսօր հոստեղի ունեցավ հուշ երեգո նվիրված Նիկոլ Աղբալյանի ծննդյան 150 ամյակին Հայդակիրը շատ հարուստ էր եւ գնդքրգեր մտավորական հայ մշակին բոլոր կյանքի հանգրվանները միասնապար հետևինք Ինչու Նիկոլ Աղբալյանը Ինձի համար Նիկոլ Աղբալյանը որովհետեւ Եթե չլար Նիկոլ Աղբալյանը, հավանաբար մենք այսօր հոս համազգայնի թրոշակի ներքո ոչ մեկ ծրագիր գերականացնեինք եւ դխուր է երևակայել քաղաքները առանց համազգայնի գրթական եւ մշակութային միության առանց երաժշտության, առանց երգի, առանց բարի դխուր պիտի լայն մեր աշխարհասփյուր քաղաքները Նաև Նիկոլ Աղբալյան, որովհետև առանց Նիկոլ Աղբալյանի Երևանի Պետական համալսարան գոյություն պիտի չունենար։ Առանց Նիկոլ Աղբալյանի Հայաստանի Պետական թատրոն գոյություն պիտի չունենար։ Առանց Նիկոլ Աղբալյանի մենք հանրապետության առաջին հանրապետության գրթության նախարարություն հավանաբար պիտի չլար, որ կարճ ժամանակաշրջանի մեջ, 2 տարվա մեջ այնքան մեծ ծրագիրներ իրագործեց, որքան շատ ուրիշներ դարիներում վրա չգերցան իրագործել։ Այո, Աղբալյանի մասին գլսենք, բայց մինչև որ մոդեն չգարթանք, չծանոթանանք իր գենսակրության, իր կորձերուն, իր կյանքի բարականերուն, նույնը չէ։ Անունը մտածրեցավ մեզի համար Աղբալյանը, հոգի եղավ եւ մեր մեջ մտավ։ Եվ ցուկատ հոգին մցուցիկ նաև այսօր ներկաներուն մեջ շատ այժմյական նկարակիրը ունեցած է Աղբալյանը հագարակ հայրենիքեն հերու ապրելուն ըստ քեզի իր կյանքի հանգրվաններն ամենեն շատ որ բաժին է որ աստեց Հիմա իմ ագնոցներով ստիպված ես պիտի նախընտրեմ որ պիտի ասեմ որ ասմարթը ընտանիքը զոհեց հայրենիքը զոհեց, որբեսի և դարձավ ազգային մշակ։ Դեղմը զոհեց ընտանիքը, բայց ուրիշ տեղ շատ ընտանիքներ ասկ մշահեցավ։ Այո, ամբողջ ասկ մշահեցավ և աներևակայելի է չեմ գիտեր հիմա ներկա պայմաններուն 21-րդ դարում մեջ հայրենասիրությունը ինչ չափանիշներով գտածվի այսին այդ ժամանակ աներևակայելի է իր զոհաբերումը վասն հայ հողին, հայ ասկին, հայ լեզվին, հայ մշակույթին Նանոր ինչ էր գարձիկդ ընդհանրապես ներկաներու մասին Ներկաներու մասին քիչ մտ ավելորդ չանք թափված էր այս անգամ, բարձրապես միայն քրասեր հանրություն չէր, նամակներ գրգված էր մեր միութենական վարչություններուն եւ ացեվով բարձրապես հարկանքի դուրք մատուցելու համար եւ ացեվով ալ եղավ սերմ քրական շրջանագեն քիչ մը ավելի լայն էր այս անգամվա ներկայությունը
Շատ շնորհակալ ենք քրական հանձնախումբին վարձ կգադար։ Շնորհակալ ենք ձեզի։ Աննույնի սրկվեցավ իր ընտանիքի անդամներուն հետ վերամիանալու փախտեն։ 1947 օգոստոսի 15-ին Լիբանանի Շտորա գյուղին մեջ իր մահկանացուն կգնքեր հայկական մշակույթի անխոնջ մշակը Նիկոլ Աղբալյան, իր սրտի մեջ վարբահած հայրենիքի ու ընտանիքի կարոտը ու հայ մշակույթը մշտապես պաշտպանելու իր վճռականությունը։ Աղբալյան ծնած է 1875-ի մարտ 24-ին Թիֆլիսի հայաբնակ Հավրապար տղամասի մեջ։ Թիֆլիս ծնած գրեթե բոլոր հայ հեղինակներու համար չափազանց կարևոր այս իրողությունը գրկնագիորեն կարևոր եղած է Աղբալյանի բարակային, որովհետև Հավրապարի մեջ ծնած ու ապրած էր Սայատնովան, որուն մասին հիշադակները եւ ապրած ժամանակներու հետքերը դակավին կենտանի էին Աղբալյանի մանկության տարիներում։ Խնջույքներու ժամանակ պատմություններ պատմող եւ երկել սիրող Բրաբան Բողոսի զավակը Նիկոլը իր ծննդյան օրեն լսած էր ու սիրած էր Սայատնովայի երգերը։ Այն աստիճան, որ սորված էր անոնց փեշադերը եւ հետակային սորվեցուցած ուրիշներու։ Ոստիմանամ է շապչանին, աչքեմ ես կատում է արի, Սայատնովան ազնույարին, կնած նոքարին մանիս, Սայատնովան ազնույարին, կնած նոքարին Այսօր մենք ճամփորդեցինք ցեզի հետ ամբողջ Աղբալյանի կյանքի բոլոր հանգրվաններեն անցանք ցեզի համար ինչպիսի փորձառություն մը եղավ Շատ այսինքն սկացված որչաբալ մենք անշուշտ գիտենք պատմությունը եւ անցյալը եւ ամբողջ գործերը որ դարած է Նիկոլ Աղբալյան բայց նույնպես այսինքն գարտալը իր պատմությունը իր կյանքը զողությունները ամբողջը ադի աբրեցանք վերաբրեցանք եւ կշարունակենք իր անուշ քայլերը այսինքն համայնքին եւ համասկայնի մեջ Վարանտ ընդհանրապես իր կյանքի մեջ որ բաժինը քու վրատ ամենաշատը աստեց Գրնամսել ամենաշատ իմ վրաս այդ աստեց որ ինչպես մեկը ընտանիքեն եւ հայրենիքեն հերու գրնա շարունակել հավատալ թադիմը որ այդքան դժվար եւ անհասանելի է բայց ինք հավատաց Ադոր եւ հայրենիքեն դուրս գրծավ ադինել եւ ինձ համար նաեւ որոշ նշանակություն ունի որովհետեւ ես Աղբալյան ագումբը ծեվում հաճ գահաջախեի եւ երդասարությանս արիտով Աղբալյանի աղջիկը դեսած եմ երբ որ Լիբանան եկած էր ուրեմն մեր դյունը բզդիկ ասանք աղոտ գիշեմ զավակներ եկած են Լիբանան բայց նաեւ ջամարան նավար դեմ ուրեմն ադալ ծեվում ինձ այդ բարդականությունը դվա որ այսօր մասնակցիմ ասցենարգին Իսկ ինչպես դեսար իր նկարակիրը Աղբալյանին բայկարող հայրենիքին այսինքն հայրենիքը առաջին գուքա ամեն ինչ է առաջ հայասքը եւ մշակույթը ադիգա իսկապես շատ կդպավորվիմ ad հոգին եւ ոգին բայկարիլը ամեն դժվարությունները ինչպես վարանտը սավ թերալ մինչև վերջին օրը բայկարած եւ աշխատած հայրենիքին եւ հայասքին համար Ուրեմն շատ շնորհակալ ենք հոյագա բեյք այսօր ծեր վարձ կգադար Մերսի ծեր ալվարձ Մերսի ծեր վարձ կգադար Ես մեկ բան կրնամ ասել որ Աղբալյանը իմ վրաս մեծ ասելություն ունեցած է որտեվ հայրիկիս եւ մայրիկիս ուսիչ եղած է Ալեքսանդրիա Եգիպտոս եւ մայրս կբաշտերզինք ուրեմն այդ պաշտամունքը ժառանգած եմ եւ շատ գանուխեն սկսած եմ գարտալ իր գրությունները աստված եմ քրականության հանդեպ սերը իր մեգրնամ որոշ չափով ժառանգած լալ այնպես որ ինձ համար շատ կարևոր անձնավորություն մնե եւ համասկայինը որ ինքը հիմնադիրները մեկն է ուրեմն
մենք կբարդինք մեր հագարագործներուն, որովհետև եթե անոնք Աղբալյան եւ Շանթ Բողոսյան վարժանեն դուրս ծրած չլային, Ջեմարանը Բողոսյան վարժարանը պիտի լար եւ համասկայինը նույնիսկ պետք չունենայինք, բայց տեսան, որ ստիպված են հայ ոգին բահելու համար ունենալ համասկային եւ մենք երախտաբար դենք իրենց։ Շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Թուք չմոռանաք, որ այստեղ մենակ խեղճ վերնականը դխրում է դրդում, որպես փնիցը հերումի թրջնակ։ Հետ տվեք օրերն այն թուղ պուշոյիչ, երբ որ ճշմարիտն ու քեղը թովիչ իման փորձ ու չերմ սիրտը կերեցին, խոգալը հաջույք ու խորհելը կյանք և վեհն ու փարին իմաստը կյանքի։ Շնորհակալ եմ ձեզանից, թե Օհաննես քեզանից և թե մեր Շանթ Լևոնից, խաբարամած իմ սրդում, քանի մի շող գար բայցար, որ իմ օրերը դրդում թարցնում են հուսավար։ Փարեգամներ, ցեզ համար ես թեր ունեմ ըսկացում, և հերասեր իմ հոգում, սեր է շողում, չերմապար։ Նա ուղին հին, քուցե թախիցով, սակայն երբեք նա չի ցանկանա գրգին թողնել հերուներն ու դառնալ ետ։ Երբ անցած ուղին հուշով անշեջ խոցում է, ինչպես գարոտին խեղդում է նա այդ գարոտն իր մեջ, որ երբեք չդառնա ետ։ 27 նոյեմբեր 1929 Երևան։ Անկասկած մենք մարդ ենք, և գբադահի, որ խաչի ջամփին, նախանցով նայենք վայելքի անցնադուր մարդուն, կամ վայելքի սեղանի վրա նախանցենք անաբաստան դերվիշին, որ ազատ է շատ մտահոգիչ հույզերից։ Բայց կարևորն այն գործն է, որ դրվում է մեզ ճակատագրով։ 30 դեկտեմբեր 1927 1930 մարտ 3-ին ընդամենը 14 աշակերտներու թիմած Բեյրութի հայ ջեմարանը, ապա Նշանպալանջան ջեմարան, իսկ այժմ համասկայնի Մելանքտոն եւ Հայկ Արսլանյան ջեմարան, որ մեր շրջանավարտ եմ նաեւ ես, գպանար իր տերները։ Աղբալյանի ու Շանթի մտքի եւ անգոտրում գամքի երկրորդ արկասիկը, որ շուտով կդառնար մեր ցավոր արևելքի լավագույն գրտոջախները մեկը, որ իր հայաբահբանման արակելությունը կշարունակե մինչև օրս։ 1930-ի մարտեն մինչև իր մահը Աղբալյան անդադար դասավանդած է հայ քրագանություն եւ քրափար, հայ ջեմարաններու մեջ տարբեր քարտոջախներ է ժամանած հայ դղակու աղջիկները գրթելով եւ դասյարակելով, ոչ միայն խոր գիտելիքներով, այլ նաեւ մարդկային բարձր նկարագրով։ Ինք դասավանդած է հայ քրագանություն եւ քրափար։ Եվ նաեւ հավանած, որ նպատակն է գրծել և դասյարակել ոչ միայն խոր գիտելիքներով, այլև մարդկային բարձր նկարագրով, հաճախ վարմունքով, իր անհատակ կացության փայլատակումներով և նաև բանի մեջ անկերազանցելի հրադորի անմոռանալի դառնալով մեզի կղրգվեր օրինակի համար արագ օրեն լուրը հասցնելու համար, փամը դանելու համար, երբեմն եւ արագավազ գերբով աստագի խմբակրադունը ծանուցումը կամ հոտվածը հասցնելու համար։ Ուրեմն այդ բարդականությունները մեկում ընթացքին էր, չեմ գիտեր ինչու, ինձի դիգին քոհարը գանչեց եւ ասա գվազես բարոն Աղբալյանին դունը, բայց չեմ գիտեր թե ինչու համար էր։ Ուրեմն միայն փողոց ունեի անցնելի, քացի բարոն Աղբալյանին դունը, դեսա որ թուրը դիսապած էր արդեն, թեթև մզարգի և ներս վդա։ Մտնոլորդը որ դեսա, այս վարգյանից գաբրիմ, քիչ մնա հուզված եմ անգերզորեն։ Այդ մտնոլորդը, թեև օտը լավ էր, բայց և այնպես, Բադուանին արջևը հայտնի է, որ շատ ձանր վարակույր մգար հաստ
եւ ներսը բոլորովին դակուկ մտնոլորտը եւ լույսի դակ դուսրան փոփին արջև Բարոն Աղբալյանը գարտալու վրա էր։ Թե չեմ գիտեր ինչ էր ըրի, շնորհակալ եմ ասավ եւ պետք էր մեկնեի։ Բայց չէի ուզեր այդ մտնոլորտեն փաշնովին, որևէ մեկ սենյակի մեջ աչափ քիփ չեն լսած, ես ամբողջ կյանքիս ընթացքում։ Ամեն գոմը քիփ եւ ինքը միշտ հանդարտ ձեռքով քիրքի վրա հենած։ Ընկեր Վարուժան, դուք այսօր մեզի հետ բաժնեցիք ձեր հուշերը ջեմարանի ձեր հաջախած դարիներեն եւ շատ զգացվեցանք իսկապես մանավանդ Նիգոլ Աղբալյանի հետ այդ մի քանի հիշադակները որ պատմեցիք, բայց այդպես մը զգացինք, որ դուք դակավին այդ ամեն մեկ մանրամասնություն շենքին հետ կապված գիծեր հիշողության մեջ շատ թարմ մնացած է, ինչու։ Այդ մտնոլորտը, որ քոյություն ուներ ջեմարանեն ներս, գարելի չէր, որ չի դպավորեր։ Միայն գրնար դպավորել։ Մանավանդ այդ շրջանին չէինք անդրադառնալ, հետաքային ավելի անդրադարձանք, որ խորքի մեջ, բայց մենք գտնվեինք Հայաստանի ղարավարության մեջ։ Հայրենիքներ, որ կներկայացներ այդ անձերով, եւ որոնք իրենց համեստությամբ, մոդիգությամբ, իրենց հոգածու, իրենց ոգիներ, եւ հետաքրքրական գեդը անիգա էր, որ մեզի համար վերջը որ գանտրատարնանք, այդ ջեմարանը, այդ հին ջեմարանը խորքի մեջը համասկայիններ իր էությամբ, իր ամբողջովը, իր բոլոր գարելույություններով եւ դակավին շատ մոդիգություն ունեինք ուսուցիչներուն այցելելու, տեսնելու իրարու հետ եւ մեր հետ գվարվեին ոչ թե որպես աշակերտ, մենք աշակերտ չէինք, ընտանիքի անդամներն էինք։ Ասեր ջամարանի ոգին, գարել այդ մտնոլորտը անգարելի է, որ որևէ մեկ ջամարանական մորնա։ Շատ ճիշտ եք, եւ այդ մտնոլորտը մինչեւ այսօր կշարունակվի, շատ ուրախ ենք անոր համար։ Մերսի, աշաշադակներով է որ գաբրինք։ Իր կորձունեությունը, ահրելի բաշարներ ամբարած միտքը, խոսքի ուժը, մարդկային գերբարն ու դխուր ճակատագիրը, իրանցին շուրջ ստեղծած են սիրո, ակնածանքի, կնահատանքի ու մեծարանքի լուսաբսակը եւ ստիպած 20,000 հայերու մասնակցելու իր հուղարկավորության ու տաղման հանդեսը։ Բայց Աղբալյանի իսկական մեծությունը սկացված է մահեն ետք։ Իր մասին գրված են տասնյակ հուշեր ու հոդվածներ, դպագրված են անոր քրագանակիդական աշխատությունները, քաղաքական ու հրապարակախոսական հոդվածներ ու ելույթները։ Միայն մերձավոր եւ միջին արևելքի հայությունը չէ, որ Աղբալյանի խաղափարներու աստեցությունը գրած է ու առաջնորդված անոնցով։ Ան եղած է մտքի առաջնորդ աշխարհասփյուր հայության համար եւ այդպես ալ մնացած է երկար դարիներ իր մահեն յետ։ Նիգոլ Աղբալյանի երգերի ժողովածու քիրքեն մի քանի դողերով գուզեմ փակել մեր այսօրվա հայդակիրը, ուր Արմեն Մանուկյան գրած է։ Աղբալյան այն մտավորականն ու կորցիչն էր, որու քրական ժառանգությունն ու խաղապարները լուսավոր մտքի ջարակայտները այսօր ալ գրնան մեծապես օգտակար դառնալ հայ ժողովրդին։ Հայու ոգին լավակույնս գրողներեն եւ հայ մտքի անխոնջ մշակներեն մեկը այսօր մեզի գրգին կհիշեցնե իր պատկամները։ Մեր հայրենիքը ավելի հզոր ու մեր վաղվա օրը ավելի աբահով ու լուսավոր դարձնելու համար։